Standard, compact, super, usual, extra, ultra. Ultraviolet. Ultraviolet. Ողջույն։ Այսօր ձեզ պատմելու եմ մի դարեգան մի բանաստեղծության մասին։ Չէ, սփյուռքահայի պես չեմ խոսում, ուղղակի բանաստեղծությունը ոչ թե մի տարեկան է, այլ մի դարեգան ու մի քանի տարեկան։ Ու ձեզ ներկայացնելու եմ բացառիկ մի բան, այդ բանաստեղծության հայերեն թարգմանությունը, որ հայտնաբերել եմ պատահմամբ։ Մոտ 100 տարի առաջ 1919 թվականի օգոստոսին գերմանական փոթորիկ գերմաներեն երևի դեշտում հանդեսում տպագրված բանաստեղծությունը մի գիշերվա մեջ հանրահայտ դարձրեց հեղինակին Կուրտ Շվիցերզին։ Եվ ոչ միայն Շվիցերզին, այլև վերնագրում նշված Աննա Բլումին։ Դա էքսպրեսիոնիստա, կոնստրուկտիվիստական ամենահայտնի բանաստեղծությունը սակայն բևեռացրեց կարծիքները, սկսած խմբագրությունը հեղեղած նամակներից, որ հարցնում էին ով է Աննա Բլումը, մինչև հաջորդ տարի կայացած Բերլինի առաջին միջազգային դադայիստական փառատոնում ցուցադրված Աննա Բլումի մահը խրտվիլակը։ Բանաստեղծությունը նմանակվում ու ծաղրանմանակվում էր տարբեր թերթերում ու ծայրահեղ հակադիր վերաբերմունքների արժանանում։ Չնայած բանաստեղծությունը մշակույթի պատմության մեջ մտավ որպես սիրային պոեզիայի պարոդիա, ժամանակաշրջանի քաոսի ու խելագարության խորհրդանիշ եւ բանաստեղծության նոր լեզվի նախակարապետ, որոշ դադայիստներ դա համարում էին այնքան սենտիմենտալ ու ռոմանտիկ, որ հայտարարում էին, թե դադան մերժում է Աննա ծաղկունքը։ Շվիցերզի ու դադայիստների փոխհարաբերությունները սիրո ու թշնամանքի հերթագայման պատմություն են։ 1918-ին առաջին համաշխարհային պատերազմից վերադարձած Շվիցերզը սկսեց իր պոեզիան հրատարակել ասածս փոթորիկ հանդեսում եւ համագործակցել հանդիսի ու նույնանուն պատկերասրահի շուրջ հավաքված արտիստների հետ։ Շվիցերզի տաճար գրքի վերնագիրն արտացոլում էր արվեստի որպես տաճարի մեջ նվիրումով համախմբվելու էքսպրեսիոնիստների խորհրդանշանը։ Իսկ կազմի ճերմակ քառակուսու մեջ հեղինակը դրել էր զգուշացեք հակադադա գրությունը որպես կնիկ։ Այդ օրերին դադայիստները Շվիցերզի դեմ էին տրամադրված, նրան համարում էին բուրժուական եւ ոչ բավարար չափով քաղաքական։ Իսկ հետագայում Աննա ծաղկուն գրքի շապիկին արդեն չկար հակա նախածանցը, այլ միայն դադա։ Կուրտ Շվիցերզը 1887-1948 թվականին ծնված մահացած գերմանացի նշանավոր նկարիչ, բանաստեղծ, դիզայներ, ճարտարապետ եւ էսեիստը բազմարտիստ էր, որը ստեղծագործում էր ամենատարբեր ժանրերով, սկզբունքորեն խախտելով դրանց սահմանները։ Ինքը Շվիցերզը այսպես էր բացատրում տարբեր մեդիաներով ու ձևերով աշխատելու իր նախասիրությունը։ Պատճառը ոչ թե իմ աշխատանքների շրջանակն ու հորիզոնը ընդլայնելու, այլ արտիստ լինելու ցանկությունն է։ Արտիստ, ոչ թե մեկ ժանրի մասնագետ։ Առաջին համաշխարհային պատերազմից հետո ամեն ինչ ավերակների էր վերածվել եւ անհրաժեշտ էր այդ փշրանքներից ինչ-որ նոր բան հորինել, գրում էր Շվիցերզը։ Բայց նոր բան հորինողները նրան առանձնապես չէին ընդունում։ Դադայիստների համար նա ռոմանտիկ էր, բուրժուական, սիրուն բաներ էր սիրում։ Սակայն դադային ամենահավատարիմ բանաստեղծ Ռիչարդ Հյուսենբերգը, որ երազում էր գրականություն անել զենքը ձեռքին եւ իր համախոհների հետ դավանում էր դադան Գերմանիայի բոլշևիզմն է գաղափարը, հետագայում Շվիցերզին պիտի այլ կերպ գնահատեր։ Նա շատ հեգնական էր, ռոմանտիկ, չափազանց վերացական սյուրռեալիստ եւ շատ անիշխանական կոնստրուկտիվիստ լինելու համար։ Եվ այսպես ավանգարդիստական սալոններից դուրս Շվիցերզը ստեղծեց իր նոր բանը, որ երազում էր՝ մերս մեթոդ ոճը, գերմաներեն առևտուր եւ քոքահան անել, շպրտել իմաստների բառախաղով, քանդելու ամեն ինչ ու ամեն ինչ իրար խառնելու համար։ 1923 թվականին Շվիցերզը հիմնեց նաև Մերս անունով հանդես եւ 10 տարում հրատարակեց 24 համար։ Իր արտիստների ինքնորոշման իրավունքը էսեում Շվիցերզը գրում է, որ Մերս պոեզիան վերացական է եւ Մերս նկարչության պես օգտագործում է ամբողջական հատվածներ թերթերից, վահանակներից, կատալոգներից, խոսակցություններից եւ այլն փոփոխելով կամ անփոփոխ։ Եվ այդ Մերս բառը Շվիցերզին տվեց կատարյալ արդարացում անել ինչ ուզում է որպես արվեստ։ Նրա բազմաժանր ու բազմատեսակ գործերը հավաքվել են PPP 6P Poems, Performance, Pieces, Proses, Plays, Poetics հավաքածուի մեջ, որի հրատարակիչները հեղինակին համեմատում էին Ջոյսի հետ։
Շվիթերզը պոեզիան հնչեցրեց այնպես, ինչպես Ուլիսը վեպը։ Շվիթերզը Բերլինի Դադայի պաշտոնական անդամ չէր, բայց կապված էր արտիստների շատերի հետ։ Պոեզիայի մասին ասում էր. «Բանաստեղծության տարրերն են, վանկերը, բառերը, նախադասությունները։ Պոեզիան ստեղծվում է այս տարրերի փոխազդեցությունից։ Իմաստը կարևոր է միայն այն դեպքում, եթե ծառայում է որպես նման տարրերից մեկը։ Ես նախընտրում եմ անիմաստությունը»։ Նրան անվանում էին աղբի մեծագույն գիտակ պոեզիայի մեջ, նույնիսկ պաշտոնապես դադայիստներից շատ ավելի իմաստի անտեսումը առիթ էր տալիս, որ նրա աշխատանքները բնութագրվեն իբրև հիանալի անիմաստ աղբ։ Արտանետման, արտաթորման եւ թափոնի վարպետի մոլուցքը ծայրահեղ էր։ Նրա մասին ասում էին, մեջբերեմ, նա բառերը կողք կողքի շարելով նկարում էր, պատկերներն օգտագործում էր նախադասություններ գրելու համար եւ քանդակում էր բառացիորեն ամեն ինչից։ Ուրեմն անիմաստություն։ Թե ինչ իմաստ ուներ անիմաստության այս դավանանքը դադայիստների համար, կարող ենք իմանալ կարդալով Վահան Իշխանյանի հոդվածը ինքնագրում։ Վերնագիրն է «Զուգահեռ Բակունցի Միրհավը եւ Օյլերի Մեդիսոնի շրջանի կամուրջները»։ Ես մի հատված կկարդամ։ Դադայիզմը հեղաշրջում էր անում արվեստում եւ հռչակում էր գաղափարներ, գեղագիտություն ու ազատություններ, սեքս, հեղափոխություն, սկանդալ, հասարակությունը շոկի մեջ գցել, հակարվեստ, կոլաժ, կրոնի մերժողականություն, փսիխոանալիզ եւ այլն։ Դադայիստ բանաստեղծները գրում էին հաճախ միայն ձևով պայմանավորված բանաստեղծություններ, անիմաստ թվերի ու հնչյունների պոեզիա, ձայնային բանաստեղծություններ, առանց կետադրության արձակ, ձևախեղուն բառերի իմաստները։ Դադայիստներն ասում էին, դադայիզմը ստեղծված շարժում չէր, այն օրգանական արտադրանք էր որպես ռեակցիա երկնքում ճախրող այսպես կոչված սուրբ արվեստի, որի ներկայացուցիչները խորհրդածում էին խորանարդների ու գոթիկայի մասին։ Դեռ 20-ական թվերից գերմանական իշխանությունները սկսել էին ճնշել դադայիստներին, իսկ Երրորդ Ռեյխը եւ անձամբ Հիտլերը մոդեռնիզմի ուղղությունները, դադա, սուրռեալիզմ, էքսպրեսիոնիզմ եւ այլն հռչակեց դեգեներատիվ արվեստ, ու արդեն 30-ականների սկզբներից մոդեռնիստներին սկսեցին հալածել, հավաքեցին նրանց ստեղծագործությունները եւ մեծ մասը վառեցին։ Մոդեռնիզմը սկսեց հալածվել Սովետում արդեն հեղափոխությունից շատ չանցած։ Գրականությունն ու արվեստը վերցվեցին պետական հսկողության տակ։ 32 թվին Կոմկուսը որոշում ընդունեց լիկվիդացնել տարբեր գրական խմբավորումները, համարելով, որ դրանք խանգարում են գրականության զարգացմանը եւ տեղը ստեղծել միասնական գրական կազմակերպություն։ Բռնապետություններին լինի միապետություն թե ամբողջատիրություն իմաստ է անհրաժեշտ, քանի որ երբ իմաստը վերանում է, ռեպրեսիաներն անիմաստ են դառնում, իսկ երբ ռեպրեսիաներն անիմաստ են դառնում, ապա իշխանությունն էլ է անիմաստ դառնում, երբ իշխանությունն է անիմաստ դառնում, իշխողները կորցնում են այն։ Մեջբերման ավարտը։ Շվիցերզը նույնպես ենթարկվել է նացիստների հալածանքներին։ Դեգեներատ արվեստի ցուցահանդեսին ներկայացված նրա 16 գործերը ոչնչացվեցին, իսկ լուսանկարիչ որդին նացիստների հետապնդումից մազապուրց փախավ երկրից։ Նրան հետևեց եւ հայրը, նախ Նորվեգիա, ապա նացիստների ներխուժումից հետո Անգլիա։ Անգլիայում եւս նրա կյանքն ու ստեղծագործությունը դժվար էին, քաղաքից քաղաք, որպես թշնամական երկրի ներգաղթյալ, իսկ պահպանողական ջենտլմենների համար այնքան անընդունելի, որ վերջապես 1944-ին արդի արվեստի ցուցահանդեսին տարած իր կոլաժը ծաղրի ենթարկվեց, իսկ հնչյուն ձայնային պոեզիայի պերֆորմանսի ժամանակ BBC-ի երկու ներկայացուցիչներ ցուցադրաբար լքեցին դահլիճը։ Հիշեմ խոստումս, թե ձեզ ներկայացնելու եմ բացառիկ մի բան։ Ուրեմն մի օրվա մեջ Շվիթերզին հայտնի դարձրած բանաստեղծությունը բարեբախտաբար թարգմանված է հայերեն։ Թարգմանությունն արել է Սամվել Մկրտչյանը, Գերմանիայում 170 տարբեր լեզուներով Աննա Բլումի հրապարակման հրատարակության առիթով։ Գրքից հայերեն թարգմանության լուսապատկերն ինձ է տրամադրել գերմանացի արտիստ Կատարինա Ռոթերսը։ Ցավոք հնարավոր չէ այլևս Սամվել Մկրտչյանի մահացել է, թե ինչ լեզվից է նա կատարել թարգմանությունը, ենթադրաբար անգլերենից։ Թարգմանիչը չի հրապարակել այս աշխատանքը Հայաստանում, ուրեմն բացառիկ բան է, որ ցույցադրում եմ ձեզ դա։ Գուցե որովհետև պիտի խմբագրեր, դրա համար չէր հրապարակել։ Համենայն դեպս, նրա Աննա ծաղկունքը մի թռչուն է տողը, որ նաև անգլերեն տարածված ձևն է, ունի նաև այլ թարգմանություն։ Աննա ծաղկունքը թուլացած պտուտակ ունի։ Հոգուտ երկրորդ տարբերակի է խոսում այն փաստը, որ հենց հեղինակը Շվիթերզը թարգմանել է իր բանաստեղծությունն անգլերեն, որտեղ ոչ թե թռչուն է գրել, այլ անիվ, պտուտակ։
Այնպես որ ինչպես Չարենցի հայտնի բառ եւ բարի դեպքում հեղինակի ռուսերեն թարգմանությունն է բառի տարբերակը ընդունելի, այնպես էլ Շվիթերզի անիվն ու պտուտակն են նախընտրելի, մանավանդ եթե ուշադրություն դարձնենք նաեւ գրքի շապիկին հեղինակային ձևավորման մեջ տեղ գտած անիվի պատկերներին եւ իր խոստովանությանը, թե շատ է սիրում անիվներ եւ պատերազմի տարիներին ռազմական մեքենայաշինության գործարանում աշխատելիս հայտնաբերել է, որ մեքենաները մարդկային հոգու վերացարկումն են։ Իսկ եթե նկատի ունենանք նաև Աննայի թուլացած պտուտակ ունենալու ակնարկը, որ համահունչ է բանաստեղծության մեջ կնոջ սեռականացված կերպարին, Կարմիրի ու Ճերմակի համադրությամբ մատչելի եւ մաքուր կնոջ համաձուլվածքին, նրան արչավից ու հետևից նույնությամբ կարդալու հենց բուն անվան ընտրությանը ANNA, նույնպես թարս։ Եվ այլ սեռական ենթատեքստերը կտեսնենք կանացի ինքնության ու սեռականության մի տղամարդկային ընթերցում, որ խոստովանում է կնոջ անհասկանալիությունը, անհաշվելիությունն ու առեղծվածայնությունը որպես ուրիշի։ Հիմա ուզեմ կարդամ Սամվել Մկրտչյանի թարգմանած Աննա։ Աննա ծաղկունքին։ Ով դու սիրելիդ իմ 27 զգայարաններիս, ես սիրում եմ քեզ։ Քեզ, քո, քոնը, քեզնով, ես քոնը, դու իմը, մենք։ Սա իդեպ ասացին չվերագրենք։ Ով ես դու անհաշվելի կին, դու կաս։ Կաս դու։ Ասում են թե կայիր դու։ Թող ասեն թե ինչպես է եկեղեցու աշտարակը կանգնում։ Դու գլխարկդ ոտքերիդ ես հագնում եւ քայլում ես ձեռքերիդ վրա։ Ձեռքերիդ վրա ես քայլում դու։ Հեյ, քո կարմիր զգեստը սպիտակ ծալքերով պարուրված։ Կարմիր եմ սիրում Աննա ծաղկունքին, կարմիր եմ սիրում ես քեզ։ Քեզ, քո, քոնը, քեզնով, ես քոնը, դու իմը, մենք։ Սա իդեպ ասած սառը կրակի մեջ թափենք։ Կարմիր ծաղկունք, կարմիր Աննա ծաղկունք, ինչ են ասում մարդիկ։ Մրցանակի հարց։ 1. Աննա ծաղկունքը մի թռչուն է։ 2. Աննա ծաղկունքը կարմիր է։ 3. Ինչ գույն ունի Աննա ծաղկունքը։ Կապույտ է գույնը քո դեղին վարսերի, կարմիր է գույնը քո կանաչ թռչունների, դու հասարակ աղջնակ, տնային շորերով, դու քաղցր կանաչ գազան ես, ես սիրում եմ քեզ, քեզ, քո, քոնը, քեզնով, ես քոնը, դու իմը, մենք։ Սա իդեպ ասած խառնարանը գցենք։ Աննա ծաղկունք, Աննա, A-N-N-A։ Ես թափում եմ քո անունը, անունը թափվում է հալած մոմի պես։ Դու գիտես, Աննա, գիտես դու արդեն, քեզ կարող են հետևից կարդալ, եւ դու բարձրյալդ ամենքից, որքան հետևից ես, նույնքան առջևից, A-N-N-A։ Հալած մոմը կաթում է շոյելով իմ մեջքը, Աննա ծաղկունք, դու թափվող գազան ես, ես սիրում եմ քեզ։ Հաջորդ անգամ ես կշարունակեմ խոսել այս բանաստեղծության մասին, որպեսզի համեմատեմ տղամարդ եւ կին գրողների սիրային բանաստեղծությունները։ Աննա ծաղկունքը հայտնի է որպես սիրային պոեզիայի պարոդիա, սիրային զեղումների եւ ես սիրում եմ քեզ եւ թվերով համարակալված մրցանակային հարցերի, բանաստեղծականի ու հակաբանաստեղծականի համադրմամբ ու խաղով վերասլած տրամադրությունը ջարդող, ապա ռոմանտիզացնող միտումով։